Շատ հաճախ եմ վերջերս սկսել լսել, որ մարդիկ բողոքում են եւ չեն կարող գնել ստանդարտ էլեկտրոմոբիլ եւ գեներատորով էլեկտրոմոբիլները իրենց համար հարմար չեն։ Ինչն է այս մեքենայի տարբերությունը BYD Song Pro-ն է, ինքը աշխատում է DMI համակարգով։ Թե ինչն է իր առավելությունը եւ ում է սա պետք, հիմա կպատմեմ։ Այսինքն փաստացի ում սա կարա պետք է, ում ավելի շատ օգուտ կտա։ Այն մարդկանց, ովքեր ապրում են մարզերում, ովքեր ապրում են մի քիչ հեռու կամ աշխատանքից ելնելով չեն կարողանում ավտոն շուշուտ դնել զարդ։ Ինքը իր առավելությունը, որ ռեկուպերացիայի շնորհիվ դուք իրան ավելի մաչելի եք քշում, քան սովորական բենզինը։ Առհասարակ այն մարդիկ կհասկանան, ինչ եմ խորհուրդ տալիս այս ավտոները, ովքեր քշել են լիսյան, դիպալ, ասենք գեներատորով, հիմնականում գեներատորով հիբրիդները, իրանք բավականին թույլ են աշխատում, որտեղ ինքը աշխատում է գեներատորը տալիս ակումուլյատորին, նոր ակումուլյատորը շարժում է մեքենան։ Իսկ այս տարբերակով ինքը չի խեղճանում, եթե դուք օրինակ, չգիտեմ, ձեր աշխատանքից ելնելով կամ ապրելակերպից ելնելով հարմարադեպ բենզինով քշել, իրանք ավելի իդեալական տարբերակ են, արժեքային ճիշտ է իրանց համար մաքսային են վճարում, բայց մաքսայինով գալիս է $21000, բավական հարմար մեքենաներ են, ինձ որ շատ դուր եկավ։ Իրականում իմ կարծիքով եթե ես ընտրեմ, ավելի շատ կվերցնեմ այս DMI տարբերակները ու ձեզ խորհուրդ եմ տալիս, շատ մեծ առավելություն ունի այդ DMI հասկացողությունը։